բոլորի նկատմամբ ունի առավելություն, դա նաև ինչ որտեղ հոգեբանորեն ազդում է Թոմասին։ Եվ շատ կարևոր է, որ երկուսն էլ ձախլիկ բռնցքամարտիկ են եւ երկուսի համար էլ անհարմար դրություն է ստեղծվում։ Վիկի համար այն, որ ետին ձախ ձեռքը պետք է աշխատացնի Աչլիկի դեմ, իսկ այսօր արդեն դժվարությամբ կարող է անցկացնել այն հարվածը, որը նա կարողանում է հաղթանակի հասնել մեկ հարվածով։ Մենք կփորձենք այս ռաունդի ընդմիջմանը նաև կապվել Արթուր Աբրահամի հետ եւ փորձենք տեսնել, թե մեր մյուս ճանաչված բռնցքամարտիկը ընդհանրապես այս համոզված եմ այս մարտը դիտում է եւ ինչպես է նա պատրաստվում, ինչ կարող է ասել իր առաջիկա նաև ծրագրերի մասին։ Հեռուստադիտող բարեկամներին ասեմ, որ Արթուր Աբրահամը ճանաչվեց նաև Բերլինի տարվա լավագույն մարզիկ։ Նրա օգտին քվեարկել է 9851 մարդ եւ Արտուրը առաջ է անցել գերմանացի սկավառականետորդ Ռոբերտ Հերտինգից, որն ունեցել է 3037 ձայն։ Անցյալ տարի Արտուրը առաջինն էր։ Այո։ Ես կարծում եմ մեր այս երկու բռնցքամարտիկները Սյուզի Կենտիկյանը եւ Կարո Մուրադը շանթի միջոցով արդեն ճանաչում են գտել։ Ճանաչումից բացի Վիկն ու Արտուրը չեմ կարծում նրանք նախկինում էլ արդեն ճանաչում ունեին, բայց Սյուզի Կենտիկյանը եւ Կարո Մուրադը արդեն դժվար իրավիճակում հայտնվեց, բայց լավ է կարողացավ դուրս գալ Վախտանգը։ Հետաքրքիր մարդ է, հետաքրքիր։ Զգացում է, որ երկու մարզիկներն էլ շատ լուրջ են նախապատրաստվել այս մենամարտին։ Այստեղ Դարչինյանը պետք է օգտագործի երկու ձեռքերի ուժգին հարվածները, մենք գիտենք, որ նա երկու ձեռքով էլ հավասարաչափ է տիրապետում նոկաուտի հասցնող հարվածներին։ Ձախլիկի դեմ հարկավոր է օգտագործել երկու ձեռքի հնարավորությունները։ Անչափ կարևոր է Վիկի համար այս հաղթանակը, որտեղ պարտությունից հետո սովորաբար այդպես է, մարզիկները մի պահ կորցնում են իրենց, բայց պիտի կարողանան վերականգնել եւ ուժգին հարված եւ արդեն Ռոխասը այո, իսկապես ուղի հարվածը մեջ է, կարծում եմ դժվար թե նա կարողանա շարունակել մարտը, սիրելի բարեկամներ, ահա այն ինչ ասում էր Վիկը, եթե ես կարողանամ ոտքերի վրա շատ ազատ զգալ, ուրեմն անպայման կլինի նաեւ հաղթանակը։ Ռոխասը չի կարող շարունակել մարտը։ Կեցես Վիկ, կեցես։ Այո, հանդիպակաց ուղի հարված եւ նոկաուտի։ Չէ, մեքսիկացի բռնցքամարտիկները երբեք չեն կարող քեզ դիմակայել, ահա Կեցես եղբայր, հրաշալի, ով կպատկերացներ երկրորդ ռաունդում այսքան կարճ, թվում էր, թե մարտը երկար ընթացք ունենա, բայց բարեկամներ, այո, մեկ հարվածն էլ որոշիչ է մարտում, որտեղ պատասխանատվության զգացումը մեծ է։ Այսպիսին պետք է լինես, դու շարունակ, որտեղ դալիճում լսված հազարավոր մեքսիկացիների ձայնը միանգամից կտրվեց եւ Վիկ Դարչինյանը հայոց եռագույնով Ակվա Կալիենտե կազինոյի այս սրահում հաղթանակ է տանում, սիրելի բարեկամներ։ Հերթական 33-րդ հաղթանակը 33-ամյա հայ մարզիկի համար։ Նոկաուտով 27-րդ նոկաուտը պրոֆեսիոնալ ռինգում Վազգեն Բադալյանն է շնորհավորում, բոլորը շնորհավորում են, մենք նույնպես։ Դավիթաշեն համայնքի թաղապետ Արթուր Գևորգյանը նույնպես ռինգում էր արդեն, ձախ հարվածը հասավ նպատակին։ Արթուր Գևորգյանը Վիկ Դարչինյանի հենց սիրողական բռնցքամարտի դիմակիցն մի տարիքի Ռամազյանը, Արտյոմ Սիմոնյանը, դրանք մի սերնդակից բռնցքամարտիկներ են, որոնք մեծ հաջողության են հասել սիրողական բռնցքամարտում։ Ես չասերեցի նույնիսկ Արտուր Աբրահամի հետ կապվել եւ փորձել
Հիմա տեսնենք սրել է հեռուստադիտողներ կհաջողվի արդյոք այս կապը հաստատել նրա հետ։ Հարվածը նպատակին Արտուր բարի լույս արդեն ասեմ, չնայած Գերմանիայում բարի երեկո է։ Դիտեցիր մենամարտը, հավանաբար արդեն տեսար, որ Ռոխասը նոկաուտի մեջ է։ Մարտը ավարտվել է եւ Վիկը երկրորդ ռաունդում հաղթանակ է տանում։ Իհարկե, ես նայեցի մենամարտը եւ շատ ուրախ եմ, որ Վիկը հաղթեց եւ ես ուրիշ ձև չէի սպասում, այդպես է պետք է լիներ։ Այսինքն դու գուշակում ես, որ այս մարտը պիտի ավարտվի։ Ես ոչ թե գուշակում եմ, ես այն ցանկությունն է, որ Վիկը այսպես էլ ավարտել մարտը։ Արտուր, քանի որ առիթը եղավ, քո մարտը հետաձգվել է, հունվարի 23-ի մարտը հետաձգվել է։ Երբ է կայանալու այն։ Իմ հաջորդ մենամարտը կայանալու է մարտի 6-ին Ամերիկայում, Կալիֆոռնիայի մոտ գտնվող Palm Springs քաղաքում։ Շատ լավ, ուզում եմ բոլոր Ամերիկայի հայ ժողովուրդը գա ինձ երկրպագելու։ Անպայման եւ հուսանք, որ այս նոկաուտը, որ մենք ապրեցինք այս պայն, այս հրաշալի երեկոն, որ ապրեցինք, դու էլ նույնպես մեզ պիտի ուրախացնես քո գեղեցիկ մարտով, գեղեցիկ հաղթանակով։ Շնորհակալություն Արտուր, շնորհակալություն։ Հաջողություն մաղթենք մեր բոլոր մարզիկներին։ Շնորհակալ եմ եղբայր, շնորհակալություն։ The WBA and WBC Superflyweight Champion of the World, the Raging. Այո, բարեկամներ, բարձրացում եմ Վիկ Դարչինյանի ձեռքը։ Մի տեսակ հանգիստ է, չգիտեմ ուրախություն չի նկատում, պարոն Անտոնյան, թվում էր թե Վիկը անպայման սպասում էր, այո։ Կարծես թե այս մարտին սպասում էր եւ համոզված էր, որ անպայման նա հաղթելու է։ Թոմաս Ռոխասը էլ ժամանակավոր չեմպիոնի կոչում չի կարող ունենալ։ Մնում է միայն արդեն այբև վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու մասին մտածել, չնայած Վիկը արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի նախապատրաստում է մաչ ռևանշ անցկացնել 2000 թվականին պարտված Նինիտո Դոներին։ Այնպես որ մի քանի մենամարտեր, նա նաև Ժոզեֆ Ագբեկոյի նկատմամբ պիտի նաև մաչ ռևանշ հայտարարի։ Բարեկամներ, ուզում եմ ուրախացնել, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այս ուրախությունը։ Վիկը պարզապես հրաշ գործեց։ Երկրորդ փորձից հետո արդեն հայկական դրոշը կբարձրացվի եւ հիմնը կնվագեն։ Այո։ Սա երևի այն խոսքն էր, որ ինձ արդեն Միացյալ Նահանգներից է նաև զանգահարում տղաները, փորձենք տեսնել։ Մուրադ, լսում ենք քեզ։ Մուրադ ջան, ես հիմա դու եթերում ես, մեր հեռուստադիտողները լսում են, ինչ է կատարվում Դալիճում։ Դալիճում ամենալավ բանը կատարվում մեր համար, մեր ժողովրդի համար, մեր հայերի համար։ Ես համոզված եմ, որ այս երեկո դուք պիտի վայելեք այս ուրախությունը։ Շնորհակալություն Մուրադ, տղաներին շնորհավորի, բոլորին շնորհավորի, հրաշք Վիկին անպայման մեր բարեմաղթանքները եւ ասա ողջ հայ ժողովուրդը նրա կողքին է, շնորհավորում է նրան այս գեղեցիկ հաղթանակի համար։ Բարեկամներ, ուզում եմ նշել, որ հարցազրույց հաղթանակած մարզիկի հերթական հարցազրույցն է տալիս, եւս մեկ անգամ վայելենք նրա հարվածները։ Ձախ հարվածը ուղիղ ծնոտին։ Very confident because before that punch he already get a couple of good ones. He want to show you didn't hurt me, and I already know because he know my left coming straight. He's gonna dug it. He's gonna dug it. I know. Look. Every time he's seeing my left, he's going ducking in his downstairs. You see now at the moment too. Look, exactly dug. I didn't go on his hand. I going on his chest, and he's coming his head there. I know. Լավ է գոնե Ռոխասը ռինգից վայր չընկավ, պարոն Անտոնյան, հարվածը այնքան ուժեղ էր եւ իր այդ բարձրահասակ լինելով նա կարող էր նաեւ վնասված ստանալ։ Ամենախոցելի կետն է ծնոտը, որտեղ